մի հարուստ մարդ, որ շատ ժլատ էր, իր ամբողջ ունեցվածքը վերածում մի հատ ձուլակտորի, ոսկու ձուլակտորի։ Եվ ինչ անում, տանում է իր այգում, մի ծառի տակ փորում է, այս ձուլակտորը դնում է ծառի տակ։ Եվ ամեն օր հարմար պահի, երբ որ ոչ մեկը չկար, ոչ մեկը չի տեսնում, գալիս է, հողը հետ է տալիս, ոսկին հանում է, նայում է, հիանում է, չգիտեմ, երազում է, թե ինչ է անում, նորից դնում է, նորից փակում է։ Եվ այսպես երկար ժամանակ։ Մի օր ծառաներից մեկը նկատում է, այս մարդը ինչ է անում, եւ գալիս է, այդ մարդու բացակա ժամանակ հողը հանում է, այս ձուլակտորը գողանում տանում է։ Այս մարդը գալիս է, բացում է, վայվույը դնում է, ձենը աշխարհա բռնում, գոռում է, ճվում է, լաց անում, գոլղաց է։ Հարևանը գալիս է, ասում է, ինչ է եղել, ասում է, սենց այստեղ ոսկի ունեի, մի կտոր ոսկի ունեի, գողացել տարել են։ Հարևանը գնում է մի հատ աղյուս է բերում, ասում է, այ ախպեր, ինչ ես լաց լինում։ Առես դիր հողի մեջ, ամեն օր կհանես, կնայես, էլի կծածկես։ Մեկը որ հողի մեջ է, ինչ տարբերություն, ոսկի է, թե աղյուս է։ Այսինքն չօգտագործվող հարստությունը նույնն է թե քարի կտոր անդր դրած։ Աստված տվել է օգտագործելու համար։